Փարիզի միջազգային ավտոսալոնի թերևս ամենաաչքի ընկնող կոնցեպտուալ մեքենաներից մեկը ներկայացրել էր ֆրանսիական Citroën ընկերությունը։ Ավտոմոբիլային դիզայնի աշխարհում ընդհանրապես ֆրանսիական դպրոցը զբաղեցնում է իր ուրույն տեղը, մշտապես առանձնանալով կարծրատիպերից զերծ, համարձակ լուծումներով և յուրահատուկ մտածելակերպով։ Միգուցե ֆրանսիական դիզայնին չի հերիքում իտալական դպրոցի հուզականությունը, սակայն շրջապատի վրա շշմեցուցիչ տպավորություն թողնելու առումով ավտոմոբիլային դիզայնի ֆրանսիական դպրոցը դույզնից չի զիջում իտալականին։ Մեր հաղորդումներում բազմիցս անդրադարձել ենք Ռենոյի, Պեժոյի և Citroën-ի մոդելներին և կարծում ենք, որ շատերը կհամաձայնեն այն մտքի հետ, որ ֆրանսիական դիզայնն ունի իր յուրահատուկ ձեռագիրը։ Վերը ասվածը Մեքենայի անվանումն արդեն հուշում է, որ մենք գործ ունենք տարբեր թափքերի և տեխնոլոգիաների միավորման խառնածին մի երևույթի հետ, արտահայտված թե արտաքին և ներքին ձևավորման, թե տեխնիկական հագեցվածության մեջ։ Նման է թե հեջբեկի, թե ունիվերսալի, այնպես որ միանշանակ պնդել, թե ինչպիսի թափք ունի այն մանրամասն իր աերոդինամիկ ագրեսիվ խոռոչներով, բազմանկյուն լուսադիոդային լուսարձակներով նույնքան տպավորիչ է, որքան դռների թեք գծերը կամ հետնամասի կլորավուն ձևավորումը։ Էլ չենք ասում բուն դռների կառուցվածքի մասին։ Առջևինները բարձրանում են վեր և դեպի առաջ, հիշեցնելով ճայի թև կառուցվածքը, իսկ հետևինները բարձրանում են վեր, այդպիսով ստեղծելով մի ընդարձակ դարպաս, որով թե առջևի, թե հետևի ուղևորները հանգիստ կարող են բազմել իրենց հատկացված նստատեղերում։ Դիզելային շարժիչը գործի է դնում առջևի անիվները, իսկ էլեկտրականները հետևի անիվները։ Իմիջիայլոց մեքենայի թափքն ամբողջովին պատրաստված է կարբոնից, որի շնորհիվ քաշը կազմում է ընդհանուր
փոփոխություններ, ասենք լուսարձակների ձևը, ընդհանուր սիլուետը կամ թափքի կառուցման ձևը միանգամայն հնարավոր է օգտագործվեն Citroën-ի հետագա սերիական